Այսօրը վիճակախաղի տոմսերը կհավաքվեն։ Երբ եւ որ կենդանակերպի նշանները պետք է գնեն վիճակախաղի տոմսեր հունիսին։ Աստղագուշակության մասնագետները պնդում են, որ 2026 թվականի հունիսին կլինեն 3 օր, երբ վիճակախաղի տոմսեր գնելիս ֆինանսական հաջողության հավանականությունը զգալիորեն կաճի։ Դրանք են 21-ը, 24-ը եւ 28-ը։ Մասնագետների կարծիքով հենց այս օրերին է Վեներան ներդաշնակ փոխազդեցության մեջ մտնում Յուպիտերի հետ, մոլորակի, որը ավանդաբար կապված է կապիտալի աճի եւ մեծ եկամուտների հետ։ Լրացուցիչ գործոն է լուսնի դիրքը։ Այս ժամանակահատվածներում այն անցնում է ռիսկի եւ անսպասելի եկամտի հետ կապված համաստեղությունների միջով։ Աստղագուշակները նշում են, որ նման երկնային կոնֆիգուրացիաները դիտվում են ոչ ավելի քան 12 ամիսը մեկ մի քանի անգամ։ Դա պատկերացնելու համար նրանք մեջբերում են եվրոպական վիճակախաղի օպերատորների վիճակագրությունը։ Վերջին տասնամյակում Յուպիտերի ուժեղ ազդեցության ժամանակահատվածներում շահվել է ավելի քան 18 խոշոր ջեքփոթ։ Կանխատեսվում է, որ կենդանակերպի 3 նշաններ ունեն ամենամեծ հեռանկարները։ Վեներայի կողմից կառավարվող ցուլը մտնում է ֆինանսապես ակտիվ շրջան։ Առյուծը կստանա աջակցություն Արեգակի եւ Յուպիտերի ամրապնդված դիրքից, մինչդեռ աղեղնավորը կստանա անմիջական օգնություն իրենց հովանավոր մոլորակից։ Այս նշանների ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում տոմսեր գնել առավոտյան ժամերին, ժամը 9-ից 11-ը, քանի որ համարվում է, որ այս ժամանակահատվածում կենտրոնացումը եւ ինտուիտիվ թվեր ընտրելու ունակությունը գագաթնակետին են։ Ձկներն ու խեցկետինները արժանի են հատուկ ուշադրության։ Աստղագուշակները բացատրում են, որ նրանց բախտը գալիս է ոչ ավանդական որոշումների միջոցով։ Նրանց խորհուրդ է տրվում տոմսեր գնել անսովոր մանրածախ վաճառողներից, պատահականորեն ընտրել թվեր կամ փորձել այնպիսի վիճակախաղեր, որոնք երբեք չեն փորձել։ Սա հաստատվում է գերմանացի օպերատորների տեղեկատվությամբ։ 2022 թվականին մոտ 27 հաղթողներ անգիտակցաբար ընտրել են հաղթական համադրություններ, շեղվելով իրենց սովորական օրինաչափություններից։ Աստղագուշակները խորհուրդ են տալիս հանգստանալ խոյերի եւ այծեղջյուրների համար։ Ամսվա առաջին կեսին իմպուլսիվ գնումները, ասում են նրանք, արդյունք չեն տա։ Այս նշանների համար բարենպաստ ժամանակահատվածը սկսվում է հունիսի 28-ի շուրջ, երբ Մարսը կհեռանա իր լարված ասպեկտից։ Մինչդեռ կույսերին եւ կշերքներին խորհուրդ է տրվում դիտարկել խմբային գնումները։ Տոմսերի համատեղ օգտագործումը մեծացնում է համադրությունների քանակը եւ հետեւաբար հաջողության հնարավորությունները։ Մասնագետները ընդգծում են, որ աստղագուշակության մեջ անակնկալների մոլորակ համարվող Ուրանը նույնպես կարևոր դեր է խաղում։ Մայիսին դրա ազդեցությունն ուժեղանում է Մերկուրիի հետ ասպեկտով, ինչը պատահական իրադարձություններն ավելի հավանական է դարձնում։ Հունիսի 24-ը առանձնանում է։ Այսօրը լուսինը կլինի Կարիճում եւ կկազմի եռանկյուն Վեներայի հետ։ Նման ասպեկտները, որոնք հայտնի են որպես փողի ժամեր, տեղի են ունենում տարեկան միջինը 4-5 անգամ եւ ավանդաբար համարվում են բարենպաստ ֆինանսական փորձարկումների համար։ Մենք չենք խոսում հաղթանակի 100% երաշխիքի մասին։ Աստղագուշակությունը փող չի ստեղծում, բայց կարող է մատնանշել այն ժամանակահատվածները, երբ ռիսկն ավելի արդարացված է եւ հաջողության հնարավորությունը գերազանցում է միջինը, մեկնաբանեց աստղագուշակ Անդրեյ Լավրովը։ Մասնագետները խորհուրդ են տալիս վիճակախաղին վերաբերվել որպես խաղի, այլ ոչ թե փող աշխատելու միջոցի, եւ խուսափել զգալի ներդրումներից։ Ամենախոստումնալից օրերն արդեն իսկ բացահայտվել են, եւ նրանք նկատում են, որ սրանք այն ժամանակահատվածներն են, երբ ակտիվանում են հազվագյուտ մոլորակային դասավորությունները, որոնք համընկնում են անսպասելի շահույթների հետ։ Ինչ են հուշում աստղերն այսօր։ Խոյ։ Առավոտյան փորձեք հնարավորինս շատ կարևոր բաներ վերափոխել։ Հավաքված եւ լուրջ կլինեք։ Գործերում կարգուկանոնը կբերի բիզնեսի հեշտ կառավարմանը։ Հավանական են օգտակար խորհուրդներ եւ օգնություն գործընկերների կողմից։ Առավոտյան ստացված խոստումները գրեթե ժամանակին կկատարվեն։ Բայց մի փոքր ուշ կցանկանաք շեղվել, սակայն ցանկալի չէ կենտրոնացումը կորցնելը։ Եթե մի պահի թուլությանը տրվեք, ապա ստիպված կլինեք հետևանքներին դիմակայել։ Հարազատների ու մտերիմների հետ շփումը շատ խոյերի համար ամենահաճելին չի լինի,
Հնարավոր են մանրուքների պատճառով վիրավորանքներ։ Բայց ձեր նրբանակությունը կօգնի բոլոր սուր եզրերը հարթել։ Ցուլ։ Առավոտյան դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա։ Կդժվարանա նաև գործընկերների եւ գործընկերների հետ փոխըմբռնումը հասնելը։ Դուք հակված կլինեք չափազանց սուր ընկալել ձեզ ուղված ցանկացած բառ։ Ուստի ավելի լավ է սովորական գործերով զբաղվել, փաստաթղթերը կարգի բերել եւ ավելի քիչ շփվել ուրիշների հետ։ Երեկոյան կրքերը կհանդարտվեն։ Կիմանաք, որ որոշ անախորժություններ ինքնըստինքյան կվերանան։ Պետք է ձեռնպահ մնաք մտերիմների հետ սրտանց խոսակցություններից, բայց ընդհանուր հոբբիի կամ տնային գործերի վրա ժամանակ հատկացնելը շատ հետաքրքիր կլինի։ Երկվորյակներ։ Արժե զբաղվել հետաձգված գործերով։ Կգտնեք խնդիրները լուծելու լավագույն միջոցը եւ կանեք ավելին, քան ի սկզբանե պլանավորել էիք։ Գործընկերների կամ գոլեգաների հետ շփումը հաջող կլինի, բայց մի փոքր կշեղի ձեզ նախատեսած գործունեությունից։ Երկվորյակների անձնական կյանքում նույնպես ամեն ինչ լավ է։ Հաճելի կլինի երեկոն անցկացնել տնից դուրս եւ վառ տպավորություններ ձեռք բերել։ Նրանք, ովքեր փնտրտուքների մեջ են, եթե որոշեն մասնակցել նոր ընկերախմբով խնջույքի կամ միջոցառման, կարող են ակնկալել հաճելի ծանոթություն։ Խեցքի տին։ Սկսեք ձեր օրը աստիճանաբար, առանց շտապելու։ Երբեմն դժվար կլինի կենտրոնանալը, իսկ տնային գործերի հետ կապված անհանգստությունները կարող են ձեզ շեղել աշխատանքից։ Կոլեկտիվում մթնոլորտն ամենաառողջը չի լինի, այնպես որ աշխատեք չներքաշվել այլ մարդկանց կոնֆլիկտների մեջ։ Լուծեք ձեր խնդիրները եւ շփում մի նախաձեռնեք։ Առյուծ։ Ապավինեք վստահելի մարդկանց։ Նրանց աջակցությունն այսօր հատկապես կարևոր կլինի ձեզ համար։ Մտածեք, թե ինչ առաջադրանքներ կարող են պատվիրակվել։ Սա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև կենցաղային գործերին։ Կույս։ Բարդ գործեր ստանձնելու ժամանակն է։ Այսօր հատկապես լավ գլուխ կհանեք դրանցից։ Այն կույսերը, ովքեր պատրաստվում են քննություններ հանձնել կամ դիպլոմային պաշտպանել, պետք է ժամանակ հատկացնեն պատրաստվելուն։ Սա կլինի ապագա հաջողության գրավականը։ Կշեռք։ Չափազանց կարևոր է փորձել պահպանել ինքնատիրապետումը, քանի որ գործընկերները կսկսեն ձեզ հունից հանել։ Պարտադիր չէ, որ նրանք դա հատուկ անեն, բայց այնուամենայնիվ աշխատանքային օրը կանցնի լարված մթնոլորտում։ Հնարավոր են գրասենյակային սարքավորումների կամ արտադրական սարքավորումների խափանումներ։ Կարիճ։ Հմայքը կօգնի լուծել բարդ հարցերը։ Հարմարոր է բանակցությունների, քննարկումների, համաժողովների, կարևոր պայմանագրեր կնքելու համար։ Աղեղնավոր։ Խելամտությունն ու դրական տրամադրվածությունը կօգնեն գլուխ հանել նույնիսկ բարդ խնդիրներից, իսկ ձեր ոգևորությամբ անշուշտ կոգեշնչեք գործընկերներին։ Այծեղջյուր։ Աշխատանքային խնդիրները լուծելու հարցում կառուցողական մոտեցում կցուցաբերեք։ Ձեր որոշ գործընկերների համար էներգիան, ազնվությունն ու անմիջականությունը կարող են ինչ-որ չափով չափազանցված թվալ, սակայն արդյունքում ամեն ինչ կկատարվի լավագույնս։ Ջերհոս։ Աշխատանքային բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար կպահանջվի ուշադրություն, պատասխանատվություն եւ պրոֆեսիոնալիզմ։ Եթե ձեզ հաջողվի չշեղվել ու ուշադրություն դարձնել մանրուքներին, ապա աշխատանքային օրվա արդյունքներն անպայման ձեզ կուրախացնեն։ Ձկներ։ Մեծ է հապճեպ ու սխալ որոշումներ կայացնելու հավանականությունը։ Ուստի նախքան քայլեր ձեռնարկելը ուշադիր մտածեք բոլոր կարևոր հարցերի մասին։ Մրցակցության ոգին կարթնանա եւ ձեզնից է կախված, դա կօգնի հասնել նպատակներին, թե լարվածություն կստեղծի գործընկերներին եւ ղեկավարության հետ հարաբերություններում։